Հետո ինչ գորիկի հետ էիր։ Չէիր կարող մի րոպե խոսել ու անջատել։ Գորիկն ով է։ Գոր Ղասումյանը։ Հա, թունդ խոսակցություն էր օֆիսում։ Տենց չէի կարա պատասխանել ջան։ Հետո գնացինք միտեղ մի կտոր հաց կերանք։ Խմած ես, հա։ Ես։ Ալա ջան, ես կյանքում չեմ խմում։ Չի կարելի։ Ես որ խմեմ, չեմ հիշում եմ խաբել, ինչ եմ խաբել, ոնց եմ խաբել։ Վրշտին։ Դու այսօր Նելիի մոտ պիտի գնայիր։ Ինչ ես այստեղ եկել։ Նելի։ Նելի մոտ եկեի։ Նելին շատ կլինի, Ալա ջան։ Սիրտը չի դիմանա։ Այսօր կոմոտ եմ կյանք։ Հերու հա փչում է վրայիցդ։ Հա լավ 4 բաժակ բան եմ խմել։ Չի երևում։ Բայց խելքս տեղն է։ Միտքս պայծառ ու լուսավոր։ Այմա որ հարցն ես, չէ՞ մի ամիս առաջ ում եմ խաբել, ոնց եմ արել, ինչ եմ արել։ Չոտքի սաղ կասեմ։ Խայսքան վատություն եմ արել, գցել եմ ջուրը տարել, հա։ Տեր Աստված։ Դրանց հասնում ալ ջան։ Ինչ, ինձ արես լավը չէ, հա։ Դու չխաբես, քեզ կխաբեն։ Կյանքի օրենքն է։ Ես էլ ուզում եի քեզ հետ լուրջ խոսել։ Խոսի։ Սրանից ավելի լավ ժամանակ չես գտնի ինձ։ Հարբած, հա։ Ասում հարբած չեմ, օրս արևի է։ Ինչ անեմ հիմա որ հավատաս։ Բայց խմած մարդը կարանի։ Վայ։ Բնական է, որ դուք ձեր որդու մասին ավելի եք մտածում, քան իմ աղջիկը։ Տեսել պիտի լիներ։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում։ Ինչու չեք դիմում Վարուժան Վարուսյանին։ Հոր եղբայր է, ի վերջը։ Պարոն Բերոյան, ես ուզում ձեզ հետ մինչև վերջ անկեղծ Մհերի և Վարուժան Վարուսյանի փոխհարաբերությունները շատ սրված են։ Նրանք արդեն եղբայրներ չեն, թշնամիներ են։ Այդ սև կատու է անցել։ Էմա, ես պիտի ամեն ինչ իմանամ, чтобы контролировать ситуацию, понимаете? Ես ամուսնանում եմ Վարուսյանի հետ։ Ինչ? Ես համաձայնեցի, որպեսզի իսկ ինչ անեի։ Դա իմ հնարավորությունն էր, դա միակ միջոցն է, միակ տղայիս ազատելու։ Իսկ ինչ անեի։ Ուրեմն դուք ձեզ զոհաբերում եք, Խնդրում եմ ձեզ հնչեղ ու մեծ բառեր, բարձրակոչ բառեր պետք չեն։ Սա զոհաբերություն չի, սա սովորական։ Նորմալ արարք է։ Իսկ ինչ անեի, ինձ առաջարկեցին և ասացին, որ դրա փոխարեն կազատեն տղայիս, և ես համաձայնեցի, ընդամենն այդքանը և սա զոհաբերություն չի, ցանկացած մայր այդպես կվարվեր։ Պարզա, դուք ձեր կամքի հակառակ ամուսնանում եք Վարուժան Վարուսյանի հետ։ Իմ կամքով դժոխք եմ գնում։ Էմա ինձ մահերն ա պետք։ Մահերը։ Մահերը հիմա իմ թշնամին է։ Իսկ ինչպես ասում էին մեր նախնիները, քո թշնամին, քո բարեկամն է։ Զանգեք։ Հովիկ, մի բան հարցնեմ։
Մորդ մահից հետո չի պատահել, որ փողոցում մեկին տեսնես ու թվա թե մայրդ է։ Քեզ հետ նման դեպք եղել է։ Չէ, երազում տեսել եմ, բայց չէ։ Իսկ ես այն օրը հորս տեսա։ Այսինքն թված թե հայրս էր։ Բայց հայրս էր։ Զար, հայրդ մահացել է։ Խեղդվել է, ես նենց եմ լսել։ Խեղդվել է, թե սպանել են հայտնի չի։ Սպանել, Զարով ինչի, հայրդ թշնամի ուներ։ Մարլեն Բերոյանը։ Էդ աղջկա հայրը։ Հա, Արմենը հանդիպում էր Նանայի հետ, սիրում էին իրար շատ, ու մենք շատ ուշ իմացանք, որ Նանան Մարլեն Բերոյանի աղջիկն է։ Ոնց, Նանան Արմենից այդքան ժամանակ թաքցրել է։ Հա։ Բայց ինչի։ Դե որ Արմենը իրեն ունեցածքի համար չսիրի, որ Արմենի սերը ազնիվ ու մաքուր լինի, դրա համար էլ չէր ասել, թաքցրել էր։ Մեզանից ոչ ոք չգիտեր, որ Նանան մեր ամենամեծ թշնամու աղջիկն է։ Թշնամու, ոնց Բերոյանը ձեզ վատություն է արել։ Էն էլ ինչքան։ Էն էլ ոնց հեռախոսով սպառնում էին միշտ, գիշերները թիկնապահները գալիս էին մեր տուն, մեզ վախեցնում էին, գոռում, սպառնում, մենք ամիսներ շարունակ վախի ու սարսափի մեջ էինք ապրում, Բերոյանը մեր կյանքը դժոխքի էր վերածել, նա նույնիսկ բնակարանը վաճառելու հարց դրեց։ Զար, այդ ախրանիկները ինչի էին գալիս, Բերոյանը ձեզանից ինչ էր ուզում։ Փող, $60,000 գումարած այդ փողի տոկոսները։ Հայրդ Բերոյանից պարտքով փող էր վերցրել։ Չէ, պարտքով չէր։ Վերցրել էր, որ մի գործ կար։ Պիտի դասավորեր Ռուբոյի հետ միասին։ Ռուբոն էր համոզել։ Հետո հայրս չէր կարողացել այդ գործը դասավորեր։ Ռուբոն փողերը յուրացրել էր, իսկ Բերոյանը հորից էր պահանջում այդ փողը։ Իսկ խեղճորս որտեղից այդքան։ Այդտեղից էլ սկսեցին հալածանքները։ Մի օր մեր տան մեջ Արմենին ծեծեցին։ Ծանր վնասվածքներով ուղեղից ինձ հոր մեկ ամիսի վանդալացում պարկեց։ Այդ ժամանակ էլ պարզվեց, որ Նանան մեզ տանջողի, մեզ հալածողի աղջիկն է։ Լուրջ ես ասում, Զար։ Զար, ոնց որ կինո պատմես։ Իսկ այդ ժամանակ հայրդ ուր էր, փախած էր։ Հայրս ուրիշ ճար չուներ։ Ռուբոն անդադ խոստանում էր, որ այդ փողերը կվերադարձնի, որ հայրս պարտքերը մարի, բայց այդպես էլ չվերադարձրեց։ Իսկ Բերոյանը կարող էր հորս սպանել։ Ժամկետ էր դրել։ Ու մի օր գիշերը հայրս էլ տուն չեկավ։ Չքացավ ու այդ օրվանից անհետ կորավ։ Իսկ հետո ոնց եղավ, որ վերադարձավ։ Չվերադարձավ։ Մահերը գտավ նրան երկար չարչարանքներից հետո։ Որտեղ գտավ։ Ռուբոյի ամառանոցում։ Օրը ուզում եմ մահերին խփի։ Հասել եմ համոզել այդ համբալին, որ տես բան չանի։ Ինչի։ Ինչ է ինչի։
Ինչի համոզեցիր։ Չոքի Վարուզիչ։ Դու ուզում ես որ գորը մերին խփի։ Աննան ուշաթափվեց, երբ Վարուժան Վարոսյանը եկավ, Աննան Ինչ։ Վարոսյանը։ Եթե դու կենթանի լինեիր, այսքան երկար չէիր սպասեցնի ինձ։ Դու կհայտնվեիր մի օր, ուրեմն մահացել ես։ Ով է նանա։ Քեզ ինչ նանա։ Բարեկամը տա ինչ տա։ Ինչի ես նանայի համար է դու մտածում։